Սոցիալական հարթակներում քննարկումների կենտրոնում է հայտնվել ինֆլուենսեր Լուսին Օրգանիկս բրենդի հիմնադիր Սոնա Մանուկյանի կողմից արված հայտարարությունները, կապված Yandex ընկերության եւ ազգությամբ հնդիկ առաքիչների աշխատանքի ընդունման հետ։ Սոնան սոցիալական հարթակում պատմել է իր փորձի մասին, նշելով, որ պատվեր է ունեցել, որը հնդիկ առաքիչ է բերել, ինչից հետո ժամեր շարունակ ստիպված են եղել տունը օդափոխել հոտի պատճառով։ Այդ հոտը, որը գալիս էր այդ հնդիկի վրայից, չեմ կարող բառերով նկարագրել, միջև հիմա լցվել է մեր միջանցք ու դուրս չի գալիս, սկվազնյակ ենք անում, որ դուրս գա։ Նա կոչ է արել Yandex ընկերությանը աշխատանքի չընդունել նրանց։ Բացի այդ, Սոնան շեշտել է, որ Հայաստանում այսօր գործազրկության խնդիր կա եւ պետք է առաջնահերթ պայմաններ ստեղծել հայերին աշխատանքով ապահովելու, այլ ոչ թե օտարերկրացիներին ընդունելու համար։ Նա հավելել է, որ այլ երկրներում օտարերկրացիներին այդքան հեշտությամբ աշխատանքի չեն ընդունում, ինչպես Հայաստանում։ Սոնա Մանուկյանի այս հայտարարությանը անմիջապես արձագանքել են մի շարք բլոգերներ, այդ թվում Նինան, Ռուբենը, Լենան։ Վերջիններս միանշանակ դատապարտել են այս մոտեցումը, որակելով այն որպես ռասիստական հայտարարություն։ Լենան տարածել է Ռուբենի գրառումը եւ նշել. «Դատապարտում եմ ռասիզմի ցանկացած դրսեւորում, անկախ նրանից, թե ում նկատմամբ է այն ուղղված։ Մարդկանց ազգության, ծագման կամ մաշկի գույնի համար վիրավորելը եւ նվաստացնելը ոչ թե կարծիք է, այլ անհարգալից եւ անընդունելի վերաբերմունք»։ Մեկ այլ հրապարակման մեջ Լենան հավելել է, որ հիգիենայի խնդիրը անհատական է եւ կապ չունի ազգության հետ, ինչպես նաեւ առաջարկել է Սոնային իր բրենդի պրոդուկտներից նվիրել առաքիչներին։ Իսկ բլոգեր Նինան հումորով անդրադարձել է թեմային գրելով. «Գնամ լողանամ, որ ինձ Սոնան դեպորտ չանի»։ Արձագանքներից հետո Սոնա Մանուկյանը նոր սթորի է հրապարակել, որտեղ նշել է, որ տեսել է նրանց անդրադարձը, սակայն գրագետ մարդը նման բան չի ասի։ Հայաստանի փնթի հնդիկներին պաշտպանողներին հորդորում եմ, որ թույլ տան հնդիկ առաքիչներին իրենց բաղնիքում լողանան, մաքրվեն, հետո գնան հետ աշխատանքի, եթե ոչ, ապա դադարեցրեք խոսքերով սուտի մարդասեր Երևալ, գրել է նա։ Նա նաև անդրադարձել է իր բրենդից չօգտվելու եւ բոյկոտելու կոչերին, շեշտելով, որ դրանով մարդիկ վնասում են պետությանը, քանի որ ինքը հանդիսանում է խոշոր հարկատուներից մեկը։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք, արդյոք սա ռասիզմի դրսևորում է։ Դե ինչ, այսքանն էինք պատրաստել ձեզ համար։ Թամարա Քանաթարյան, Օրագիր Նյուզ։